Դուք դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ 12 տարի անցել հոկտեմբերի 27-ի ահասարսուր սպանդից, օրենսդիրները հարգանքի դուրս են մատուցել հոկտեմբերի 27-ի ոչրագործությանը զոհգնացած գործընկերների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց հուշարձանին։ Դանակահարության դեպք զինված ուժերում այս անգամ բարեբախտաբար ոչ մահվան ելքով, ռեպորտաժ դեպքի վայրից։ Ավելացնել հարկային եկամուտները, բարելավել գործարար միջավայրն ու պայքարել ստվերի դեմ։ Կառավարությունը հաստատել է 2012-ի հարկային փաթեթը։ Տեխնիկական գործակցության համաձայնագիր հայաստանցի մեթոդիստները կուսումնասիրեն հարկային կառավարման լիտվական փորձը։ Համաներում Եվրագոտու համաժողովում Բրյուսելը ներել է տնտեսական ճգնաժամի ճիրաններում ապրող Հունաստանի պարտքի 50%-ը, 350 միլիարդ եվրո։ 40 տոննա բեռ, վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։ Հայաստանը կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային։ 12 տարի առաջ այսօրը ազգային ժողովում հնչած դավադիր կրակոցները շրջեցին անկախ պետականության 10-ամյակը չբոլորած քաղաքական եւ հասարակական համերաշխության հունով շարժվող մեր երկրի զարգացման ընթացքը։ Երկրաշարժի չսպիացած վերքերով պատերազմ հաղթահարած եւ շրջափակման մեջ գտնվող երկիրը նոր ցնցում ապրեց, որի տրամաբանության չենթարկվող հետցնցումները մեր հասարակությանը գլորեցին անվստահության, անկայունության, ատելության հորձանուտը։ Հոկտեմբերի 27-ի ու դրա հետևանքների մղձավանջը հաղթահարելու համար պահանջվեցին քաղաքական կամք ու երկար ժամանակ։ 99 թվականի հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենամռայլ էջն է։ Այդ օրը համաշխարհային լրահոսի առաջին տողերում եւ բոլոր հեռուստաընկերությունների էկրաններին հայոց խորհրդարանում տեղի ունեցած սահմռկելի ոճիրն էր մեզ համար անպատվաբեր հոլովումներով։ Դաժան արյունահեղության զոհ գնացին ազգային պետական գործիչներ, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հերիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վառ է նրանց հիշատակը, իսկ սեփական ժողովրդի դեմ դավադրություն պատճառած ու չմեղմացող ցավը մեզ հուշում է, որ բոլորս պետք է զգոն լինենք եւ պատասխանատու եւ միասնականությամբ բացառենք հետագայում մեր պետության ու պետականության դեմ նման հանդուգն ոտնձգությունները։ Վաղ առավոտյան ազգային ժողովի նախագահն ու պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 99 թվականի հոկտեմբերի 27-ի ոչրագործությանը զոհ գնացած գործընկերների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց խորհրդանշող Երվանդ Քոչարի բիբլիական Դավթին մարմնավորող հուշարձանին։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 99 թվականի դաժան ոճիրին զոհ գնացի մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել պետության կայացման ու բանակաշինության գործում, նրանց կորստի ցավը 12 տարի անց նույնիսկ չի ամոկվել։ Խորհրդարանական հերթական քառօրյայի աշխատանքը ևս մեկնարկել է հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով։ Այսօր մենք ոգեկոչում ենք այդ ոճրագործությանը զոհ դարձած մեր երկրի անկախության, պետականության կայացման ու բանակաշինության գործում խոշոր ներդրում ունեցած պետական ու քաղաքական գործիչներ, ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, հայոց պետականության նվիրյալներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հերիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը։ Խնդրում եմ 1 րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը։ Այնուհետև խորհրդարանը շարունակել է քառօրյա աշխատանքը պատգամավորների քննարկմանն է ներկայացվել կառավարության առաջարկը օրենսդիր, գործադիր դատական իշխանությունների մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին օրենքը լրամշակելու մասին, որով նախատեսվում է նրանց դրույքաչափն ամրագրող իրավական ժամանակավոր ակտը փոխարինել օրենսդրական կարգավորմամբ։ Պատասխանելով օրենսդիրների վերապահումներին ու առաջարկություններին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտնել է, որ օրենքի նախագծով դատախազների եւ դատավորների աշխատավարձը չի բարձրացվում, այն ստանում է օրենսդրական կարգավորում։
Ինչ վերաբերում է քաղծառայողների եւ պետական ծառայողների աշխատավարձերի փոփոխությանն, ապա ըստ նախարար Գրիգորյանի 2012-ի պետբյուջեում նախատեսվել է հատկացնել 18 միլիարդ դրամի սոցիալական երաշխիքներ մինչև նրանց ամսական գումարի չափի վերանայումը։ Հայաստանյան հեռուստաեթերի վերաբերյալ դժգոհությունները պատգամավորները հայտնել են Գրիգոր Ամալյանին, որը ներկայացրել է հեռահի 2010-ի հաշվետվությունը։ Ամալյանի խոսքով վարչական իրավախախտումները հեռուստաընկերություններում նվազել են, մասնավորապես գովազդի մասին օրենքի ընդունումից հետո։ Թույլատրելի ֆիլմերն ու հաղորդումները սահմանող չափորոշիչները 2010-ի հուլիսից այլևս չեն գործում, այսուհետև այն կվերապահվի խորհրդարանին։ Պատգամավորներին չեն գոհացնում եթերի լեզուն ցուցադրվող ֆիլմերի մակարդակն ու ծրագրերի բովանդակությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համարում է, որ չի ապահովվում բազմակարծությունը։ Մնում եմ ներկայացիկին, որ ճիշտ էր, հանրային լայն ընդգրկումով ոլորտին առնչվող մասնագետների ներգրավմամբ, մանկավարժներ, հոգեբաններ, մշակույթի մարդիկ, գիտնականներ, այս մարդիկ պիտի իրավունք ունենան հանրության անունից ասելու, ցանկանում են այդ ֆիլմը տեսնել մեր եթերում, թե ոչ եւ ինչու։ Նաեւ երաշխարհված լինեն ինչ-որ օրենսդրական լծակով, որ իրենց դիրքերոշում է ինչպես պիտի դառնա իրականություն։ Կմիացնեք երեկոյան եթերը եւ կտեսնեք, թե քանի լրատվամիջոց է ներկայացրել այսօրվա քննարկումները եւ արդյոք այդ լրատվամիջոցները ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորների ելույթները։ Կառավարության նիստի անդամներ եւս մեկ րոպե լռությամբ են հարգել 12 տարի առաջ այսօրը ոչրագործության զոհգնացած պետական գործիչների հիշատակը, ապա սկսել նիստը։ Հայկական բերքի առաջմղման կենտրոն ընկերության կապիտալում կառավարությունը մասնակցություն կունենա 49%-ի չափով։ Եթե ջերմոցային տնտեսությունների զարգացման մոդելն իրեն արդարացնի, ապա ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի կստեղծվի մոտ 50,000 աշխատատեղ։ Կառավարությունը հավանություն է տվել 2012 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ հարկային եւ հարակից օրինագծերի փաթեթին։ Այն հնարավորություն կտա ավելացնել հարկային եկամուտները, բարելավել գործարար միջավայրը եւ պայքարել ստվերի դեմ։ Ըստ Տիգրան Սարգսյանի, մաքսային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է Եվրամիության փորձագետների եզրակացությունը։ Պետք է հաշվի առնել ազգային ժողովի կոալիցիոն գործընկերների առաջարկները։ Քննարկման արդյունքներն ամփոփվելու են երկրի ղեկավարի մոտ խորհրդակցությունում։ Թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների հարևանությամբ բնակվող ընտանիքների համար կառավարությունը սահմանել է բնօգտագործման վճարների գծով արտոնություն։ 60,000 ընտանիքներ կապահովեն անվճար վառելափայտով։ Սահմանամերջ շրջանում ապրող մեր քաղաքացիները հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրացրել էին։ Եղավ հանրապետության նախագահի հանձնարարականը ուսումնասիրել իրավիճակը եւ գտնել այնպիսի լուծումներ, որոնք մի կողմից չեն վտանգում անտառները, բայց մյուս կողմից ապահովում են, որպեսզի բնականon առաջացած ուրեմն թափոնները կարողանան այդ շրջաններում ապրող մեր գյուղացիները օգտագործեն։ Ամեն հինգշաբթի իրենց խնդիրների մասին բողոքող ցուցարարներին ոստիկաններն այսօր թույլ չեն տվել մոտենալ կառավարության շենքին։ Ըստ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ոստիկանները կատարում են իրենց հանձնարարականները։ Նրա խոսքով ցուցարարների ակցիան երթերի ցույցերից դուրս ոչ մի չափանիշի չընթարկվող մի գործողության է վերածվել։ Նրանք վիրավորում են կառավարության շենք մտնող եւ դուրս եկող բոլոր պաշտոնյաներին։ Անցած հինգշաբթի Վարդգես Գասպարին վիրավորել էր Ալիկ Սարգսյանին, բերման էր ենթարկվել ոստիկանություն, կալանավորվել էր, ապա ազատ արձակվել գրավի դիմաց։ Նա կառավարության նիստի օրը միացել էր բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի բողոքի հերթական ակցիային։ Ըստ Ալիկ Սարգսյանի պետք է բացատրել ցուցարարներին, որ հարցի լուծման քաղաքակիրթ ձևեր գոյություն ունեն։ Եթե կառավարության որևէ անդամի հետ հարց ունեն պարզելու, պետք է պահանջել եւ գնալ ընդունելության։ Իսկ եթե ակցիան խաղաղ բնույթ չի կրելու, ոստիկանապետը ցուցարարներին առաջարկում է չկանգնել կառավարության շենքի առջև։ Ոստիկանության գործողությունները այս պահին, որը իմ հանձնարարությամբ է տեղի ունենում, օրինաչափ են։ Զինված ուժերում խաղաղ պայմաններում մարդկային կորուստների մասին հասարակության ու իրավասու մարմինների մեծ ուշադրությունը կարգազանցներին ու մեղավորներին պատժելու լուծումները կարծեք ուսանելի չեն դառնում շատերի համար։ Մեր ազգային բանակում յուրաքանչյուր ծառայողի կյանքը թանկ է բոլորիս համար։
Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր միջադեպի մեղավոր խստագույնս պետք է պատժվի եւ դա վեր է քննարկումից, սակայն յուրաքանչյուր նման միջադեպ նախ եւ առաջ պետք է զգոնության կոչ լինի ողջ հասարակության համար, պատասխանատվության կոչ։ Երեկ երեկոյան մեր զորամասերից մեկում զինվորների միջև ծագել է հերթական անհեթեթ վիճաբանություն, այն ավարտվել է դանակահարությամբ, բարեբախտաբար ոչ մահացու ելքով։ Իմ գործընկեր Սիրանուշ Մուրադյանի պատրաստած տեսանյութը կներկայացնենք փոքր-ինչ ուշ։ Հայաստանն օգնում է երկրաշարժից տուժած Թուրքիային, մեր երկիրը դիվանագիտական խողովակներով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ Վաղը կեսօրին մոտ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Il-76 ինքնաթիռով Թուրքիայի Էրզրում քաղաք կտեղափոխեն, Հայաստանի կառավարության աջակցությունը 40 տոննաբեռ վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։ Թուրքիայում ևս մեկ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ Հաքարի նահանգում մարդիկ խուճապահար դուրս են վազել փողոց, բայց երկար մնալ բաց երկնքի տակ նրանք չեն կարող, Թուրքիայի այդ շրջաններում արդեն ձյուն է տեղում։ Ստորգետնյա հուժկ ու ցնցումից հետո արդեն 4 գիշեր Վանի նահանգում հարյուրավոր բնակիչներ դեռ ստիպված են բաց երկնքի տակ գիշերել։ Չեն բավարարում վրանները, սնունդն ու տաք իրերը։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ երկրաշարժի առաջին օրերին իրենք չեն կարողացել հնարավորին չափ արագ արձագանքել։ Մենք գիտակցում ենք մեր սխալը, բայց նման տարերային աղետի ժամանակ դա միանգամայն բնական է, ավելացրել է Թուրքիայի վարչապետը։ Վերջին տվյալով զոհերի թիվը հասել է 523-ի, վիրավորներինը 1650-ի։ Վրացիների զանգվածային արտաքսում Թուրքիայից երկիրը պարտադրաբար լքելու մասին որոշումը վերաբերում է 200 մարդու, որոնցից 150-ը վրացիներ են, մեծամասնությունը կանայք։ Թուրքիայից նրանց արտաքսման մասին որոշումը կայացվել է նրանց ապօրինի գործունեությունը բացահայտելուց հետո։ Անլեգալ աշխատանքի դեմ ուղղված հատուկ գործողությունը, որին Անկարայի ոստիկանությունը պատրաստվում էր ավելի քան 1 տարի, իրականացվել է 3։ Վրաստանի 80 քաղաքացի ավտոբուսով արդեն հատել է վրաց-թուրքական սահմանը։ Մնացածների տեղափոխումը նախատեսվում է այս գիշեր, իսկ չափազանց ծանր թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալված 40 անձանց ոչ ճակատագիրը, ոչ էլ ինքնությունն առայժմ հայտնի չեն։ Վրացական լրատվամիջոցները չեն բացառում, որ նրանց մեջ էլ կլինեն վրացիներ, որոնք Վրաստանից ապօրինաբար մարդկանց բերել են Թուրքիա եւ վաճառել։ Այսօր նախագահական ընտրություններ են Իռլանդիայում, պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդները բավական շատ են, այդ թվում մի քանի խիստ արտասովոր գործիչներ, հեռուստաաստղ գործարար, նախկին նախարար, բանաստեղծ եւ անգամ ահաբեկչական խմբավորում համարվող Իռլանդական հանրապետական բանակի նախկին հրամանատար։ Թե ով կլինի Իռլանդիայի նախագահը, առաջիկա 7 տարիներին պարզ կդառնա քվեարկությունից հետո, առայժմ ըստ հարցումների ֆավորիտների եռյակը գլխավորում է գործարար Շոն Գալահերը։ Նրան հետևում է լեյբորիստ Մայքլ Հիգինսը, որի թեկնածությունը պաշտպանում է իռլանդական ծագումով հոլիվուդյան աստղ Մարտին Շինը։ Եռյակը եզրափակում է Իռլանդական հանրապետական բանակի նախկին զինյալ Մկինեսը, որն այժմ ներկայացնում է Շին Ֆեյն կուսակցությունը։ Եվրոպական տնտեսության ճակատագիրը վճռվել է Բրյուսելում Հունաստանի արտաքին պարտքի կեսը ներելու մասին Եվրագոտու անդամ երկրների ղեկավարների որոշումը մեծ հարված էր սնանկացման եզրին գտնվող այդ երկրի վարկատու բանկերի համար, բայց ահա Եվրագոտու համար իսկական փրկարարողակ։ Համաշխարհային ֆինանսական շուկաները դրական են արձագանքել 350 միլիարդ եվրո հունական պարտքը դուրս գրելու եվրոպական պետությունների որոշմանը։ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հայտարարել է, որ այդ որոշմամբ Եվրամիությունը Հունաստանի համար նոր դարաշրջան է բացում, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել վերջին տարիների բացասական զարգացումները։ Համաձայնությունը հեշտ ձեռք չի բերվել։ Բանակցությունները Հունաստանի բանկերի ներկայացուցիչների հետ շարունակվել են նույնիսկ գիշերը, վերջնական թվերը հրապարակվել են միայն առավոտյան։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի ֆինանսների նախարարության առընթեր հարկային պետական ծառայության պետի գլխավորած պատվիրակությանը քննարկվել են հայ-լիտվական տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նախագահին ներկայացվել են երկու երկրների հարկային գերատեսչությունների միջև տեխնիկական գործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են այսօր ստորագրված համաձայնագրով։ Կարևորվել է նաև հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ գերատեսչությունների միջև տեղեկատվության եւ փորձի փոխանակումը։
Հայաստանի հարկային համակարգի վերջին 3 տարիների բարեփոխումները հետաքրքրել են մի շարք երկրների համապատասխան կառույցների, մասնավորապես Լիտվայի հարկային ծառայության պատվիրակությունը Հայաստան է այցելել այդ փորձն ուսումնասիրելու նպատակով։ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները լիտվացի գործընկերներին են ներկայացրել էլեկտրոնային կառավարման բնագավառում իրականացված բարեփոխումները, հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը։